Պողոսյան, բարև ձեզ։ Մի քանի ժամանակ կապված կլսենք ձեր հրատականը եւ այսպես։ Դեկտեմբերի 18-ի պատիվ հայ ժողովրդի թույլ չտվեցի, որպեսզի վեհարանը բղծվի եւ շաբաթ մամուլում հրապարակումներ կային, որ Փաշինյանը գուցե 28-ին գնա անձամբ առաջնորդի այլևս մայր տաճար, այսպես իրենց հարձակումը, բայց երեք հայտարարեց, որ ինքը այլ տեղ է լինելու պատարագի, սակայն խոսվում է այն մասին, որ զգոնությունը թույլատրել չի կարելի, պետք է ուշադիր լինել 28-ին եւս, որովհետեւ իրենց անձանցից կլինի այնտեղ Տալինի համայնքապետը, կլինի այնտեղ Դուրգարյանները, իրենք պատրաստ են գնալ բոլոր քայլերի եւ ուշադիր լինել հայ ժողովուրդը ուղղակի թույլ չտա, որպեսզի մայր տաճարը բղծվի։ Խնդրեմ։ Իրականում այո, դեկտեմբերի 18-ի տեղի ունեցածը իսկապես բերում էր Փաշինյանական կլանի եւ հայ ժողովրդի միջև ձևավորված այս երկարատև տարիների պայքարի եւ այդ ընթացքում եւս մեկ անգամ ես ուզում եմ ընդգծել մեր վեհաբարի վեհության մասին եւ նաեւ հայ հավատավոր ժողովրդի նվիրվածության մասին, որը իսկապես շատ գեղեցիկ էր, շատ հիասքանչ էր եւ ոգեվորող էր եւ կարծում եմ, որ առաջիկա մեր պայքարի ընթացքում այլ ավելի նմանատիպ կարևոր ձեռքբերումներ մենք կունենանք։ Իհարկե չի կարելի որևէ կերպ զգոնությունը թույլատրել, չի կարելի որևէ վարքյան եկեղեցուն վեհապարին մենակ թողնել, որովհետև մենք տեսնում ենք ինչպես այ ձեր նշած անձիկ, այսպես պորենիների նման մոռանալով ցանկացած էթիկայի, դաստիարակության կանոններ, ցանկացած այսպես արժանապատվության մասին իրենք ուղղակի նույնիսկ ամեն գնով հայոյանքներով նույնիսկ փորձում էին ներխուժել եկեղեցի։ Բայց սա էլ կանցնի, ես գիտեք այդ օրը մի շատ կարևոր իմ համար շատ կարևոր բան հիշեցի եւ միանգամից վեհապարը իր վեհությամբ եկավ իմ աչքի առաջ։ Արուշ Սևակյան դարելի զանգակատան մեջ մի շատ գեղեցիկ հատված կա, երբ որ մանուկ Սողոմոնին Աբակա Կոմիդաս վարդապետին, որը նաև շուտով սրբադասվի հայ առաքելական եկեղեցու կողմից, երբ իրեն բերում են Էջմիածնի մայր տաճար երգելու, ինքը սկսում է թուրքերեն երգել, որովհետև այդ երեխան հայերեն չգիտեր։ Եվ այո, եւ այդտեղ շատ սիրուն է նկարագրում, Պարոս Սևակը ասում է, բայց վեհապարը իր վեհ դերի մեջ ինչպես վայել է անայլանց մնաց։ Այսինքն եկեղեցուն հնարավոր չէ ինչ-որ ձևով կաշկանդել, եկեղեցուն հնարավոր չէ ինչ-որ ձևով վախեցնել, դա կլինի այլանդակության տեսքով, դա կլինի քոչվորական արշավանքի տեսքով, այսինքն եկեղեցին վեհապարը իրանք այնքան վեհ են կանգնած, որ նման արարածներ իրենք բացարձակապես ոչինչ չեն կարող անել։ Այ օրինակ ես ընթացքում նաև այս մասը շատ կարևոր է, ես կուզենայի այդ մասին խոսել։ Շատերն ասում են, ինչի վեհապարը չի պատասխանում Նիկոլ Փաշինյանին, ինչի չի պատասխանում նրա մեղադրանքներին, լավ իսկ ինչի պիտի պատասխանի։ Ով է Նիկոլ Փաշինյանը, որ պատասխանի։ Ինչի պիտի վեհապարը իջնի բամբասանքների մակարդակի։ Դուք պատկերացնում եք, աշխարհում կա մոտավորապես երևի մի 90 միլիոն թուրք։ Եվ այդ 90 միլիոն թուրքից յուրաքանչյուրը կարող է ելնի մեր վեհապարին ինչ-որ բանի մեջ մեղադրի։ Ուրեմն բոլոր թուրքերին վեհապարը պետք է պատասխանի։ Ասենք ինչ տարբերություն կոշիկ լիզող Նիկոլ Փաշինյանի եւ Կարսի փողոցներում կոշիկ սրբող Ոմա Սաիդի միջև։ Իրականում երկուսն են նույն թուրքն են, երկուսն է գործ ունեն թուրքական կոշիկի հետ։ Եվ հիմա ինչ վեհապարը բոլոր թուրքերին պետք է մեղադրանքներին պատասխանի։ Իհարկե ոչ, վեհապարը այսպես Սևակյան տողերով ինքը միշտ վեհ պետք է մնա։ Եվ մեզանից յուրաքանչյուրիս պարտք կնե ուղղակի լուր, անխոճ լինել մեր եկեղեցու կողքին եւ մեր բոլոր հնարավորություններով պաշտպանել, որովհետեւ սա ոչ միայն մեր հավատքն է, նաեւ մեր լինելիությունն է, մեր ապագան է, մեր երեխաների ապագան է։ Սա այն վերջին սահմանն է, որը մնացել է, որը մենք իրավունք չունենք զիջելու, որևէ կերպ իրավունք չունենք զիջելու։ Միքայել Սրբազանը իր նամակում դիմում էր վեհապարհորը, որպեսզի այս տաց ընկերը արմատախիլ արվեն։ Սա այն պատկերն է, որ մի գազ է նստած էր ժողովուրդը եւ ճամփեց այդ 10 տիրադատներին, եւ նաեւ գիտեք, որ վիրահատվել է արդեն Սրբազանը, բայց խախտվում է վերջինիս իրավունքները, պաշտպանական թիմը ասում է ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խտրական վերաբերմունք է դրսևորում Միքայել Սրբազանի խնամակալ ունենալու, ինչպես նաեւ պատարագին մասնակցելու իրավունքները խոչընդոտելով։
Իսկ այլ բան հնարավոր էր սպասել։ Նախ Աստված թող առողջություն տա մեր սրբազանին, Աստված թող էլ ավելի ուժեղ դարձնի մեր բոլոր արժանապատիվ հոգևորականներին, բարեպաշտ հոգևորականներին։ Ես չեմ զարմանում։ Իրականում այսօրվա այդ պաշտոնյաների գործողություններից ես բացարձակապես չեմ զարմանում։ Վստահ եմ այդ մարդը իրականում չի է պատկերացնում ինչ է նշանակում խնամակալ ունենալ։ Վստահ եմ ինքը չի է պատկերացնում ինչ է նշանակում աղոթքը, ինչ է նշանակում հաղորդությունը ստանալը։ Այս մարդիկ ուղղակի գործիքներ են։ Օրվա հացից, օրվա ամանից կախված մարդիկ են։ Ինչ որ արժանապատվություն, բարեհոգություն, մեծահոգություն սպասել սրանցից, ովքեր կանգնած են պետություն կործանելու հիմքում, ովքեր կանգնած են եւ որպես գործիք ծառայում են մեր տարավոր թշնամիներին, ինչ սպասենք մենք այս մարդկանցից։ Երևի Ալիևից ավելի շուտ կարելի է սպասել ինչ-որ մեծահոգություն, քան սրանցից։ Չնայած որ երկուսն էլ նույն բանն են։ Ուղղակի այն տարբերությամբ, որ գոնե Ալիևը գործում է իշա իր ժողովրդի եւ իշա իր ազգի կամ իր պետության, իսկ սրանք իշաում են գործում։ Ինչ են փորձում փոխել։ Նույնիսկ իրենց մոտ հստակ երազանք չկա ձևավորված, նույնիսկ իրենց պատկերացրած պետության մոդելը չունեն։ Այս մարդկանց ընդամենը պետք է թուրքական բենզինը, ադրբեջանական բենզինը բերել են։ Այդ դրանից ավելի խայտարակ վիրավորանք այս ժողովրդին կարող էր հասցնել։ Դե իսկ բենզինի փոխարեն ինչ են ուզում, մեղրին։ Դուք պատկերացնում եք, ասենք բենզինով մեզանից փորձում են մեղրի տանել։ Բենզինով փորձում են մեզ համոզել, որ Արցախը մերը չէր, հա։ 4-րդ կարգի ցորենով փորձում են մեզ համոզել, որ մեր հազարավոր տեղեկը իզուր զոհվեցին։ Այսինքն սա նույնիսկ ինձ թվում է այդ մասին չարժե խոսել, որովհետև այդ բենզին, հավիկուտ եւ նմանատիպ արտահայտություններով մենք գոնե քիչ մնացած են իրական հայերին ենք վիրավորում։ Իրականում սա վիրավորանք է։ Ես ավելի ծանր վիրավորանք, քան քո հոգևոր արժեքները, քո սրբությունները վերցնեն ու քեզ նյութական ինչ-որ կուտ տան, դրանից սարսափելի վիրավորանք չկա։ Իրականում չկա։ Ու ինքը խորին շնորհակալություն է հայտնում Ալիևին են իրականության մեջ, երբ մեր ռազմագերիների վերաբերյալ այլևս վճիռներն են հրապարակվում, ըստ էության բոլորից իսկ վերհայրենակից Վագիպ Խաչատրյանին հոսպիտալացրել են, դե հարց է ինքը ինչ վիճակում է հիմա։ Դուք շատ լավ նշեցիք մեր հայրենագից, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հայրենագից, որովհետև հենց իր հայրենագիցներն են, որ մեր հայրենագիցներին այս պահին տադում են։ Հասկանում եք, մենք ցավոք սրտի դերևս փորձում ենք մտածել, որ Փաշինյանը իսկապես հայ ժողովրդի վարչապետն է։ Հայաստանի վարչապետն է, չէ՞ ժողովուրդ ինքը բացարձակապես Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Լսեք, իրենք այսպես մատի փաթաթոց են դարձրել եւ ասում են, որ այ արտահայտ թափանցիկ ընտրություններով ընդրված։ Նախ այդ ընտրությունները շատ լավ գիտենք, երբ ինչպես է կազմակերպվել։ Եվ առհասարակ լեգիտիմ վարչապետ չի նշանակում միայն ընտրությունների շեմա հաղթահարած վարչապետ։ Լեգիտիմը նա է, ով կոնկրետ ժողովրդի պետության շահերն է առաջ տանում, ով հասարակության երազանքներն է փորձում իրականացնել, ով հասարակության պետության արժանապատվությունն է պահում, տարածքն է պահում։ Իսկ այս մարդը դրանցից որևէ մեկը փորձել է ես վերջին 7.5 տարվա ընթացքում ինչ-որ բան պահել։ Փորձել է ինչ-որ բան ավելացնել։ Առհասարակ, եթե մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությունում, այս ընթացքում դրական բացարձակապես որևէ բան չկա։ Այսօր շատ արագ պետության կահավիժում է միայն նկատվում։ Հիմա եթե ճանապարհի 90 դրամ էժան ինչ-որ կասկածելի բենզին են բերել կամ մի քանի կիլոմետր ասֆալտ են արել, դա ընդամենը արել են, որպեսզի դա անկումը էլ ավելի արագացնեն։ Այդ կործանումը էլ ավելի առաջ տանեն։ Բենզինի հետ կապված մենք գիտենք, որ նաև կան հաստատված այլասիմնավորումներ, որ սա մեքենաներին խայտարակ վնասներ է հասցնելու, հազարավոր դոլարների մասին է, անորակության հետ կապված, դե այնտեղ եթե անասնակերը կա, էս ինչ է, չէ՞։
Տեսեք, նույն այդ բենզինի մասով իհարկե ես մասնագետ չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ այս ընթացքում փաստեցին, ապացուցեցին, հիմնավորեցին, որ Ադրբեջանը ինքը չունի պրեմիում 10-ի բենզին։ Անձամբ ինքը ներկրում է այլ երկրներից, եվրոպական երկրներից։ Իսկ այստեղ իրանք ներկայացնում են, որ ադրբեջանական պրեմիում 10-ի բենզին ենք բերել։ Իհարկե, եթե նույնիսկ այստեղ իրենք դա փորձում են հարամցնել ժողովրդին, որ այ 90 դրամ էժան է, իրականում գուցե եւ 90 դրամ թանկ է, որովհետեւ մենք չգիտենք ինչպիսի ապրանքի հետ գործ ունենք։ Այ որևէ մեկին այսօր անկախ փորձագետի հնարավորություն տրվել է կամ մասնագետի, որը կարողանա այնտեղից մի լիտր վերցնի եւ տանի ուսումնասիրություն անցկացնի։ Միանշանակ չի տրվելու։ Սա ընդամենը հերթական մանիպուլյացիաներն են։ Այն հասարակ միամիտ ժողովրդին, ում ինքը խապելով կարողացավ գալ իշխանություն զավթել, ինքը այդ նույն ժողովրդին փորձում է նորից խապել։ Այս մարդու միակ նպատակը իր իշխանավարումը ցկցկելն է։ Ինքը այսօր հնարավորինս ուզում է գոնե օր ավել շարունակի վայելել այն երազը, որի մեջ ակամայից հայտնվել է, որովհետև սա իրականում երազ էր։ Հակառակ դեպքում կրթություն չունեցող պետության համար որևէ ծառայություն չմատուցած, ամբողջ կյանքը շանտաժով, ամբողջ կյանքը սրա նրա գործին վայից լինող մեկը չէր կարող դառնալ երկրի վարչապետ։ Հասկանում եք, սա ամենամեծ աբսուրդն էր, որը մեր գլխին եկավ մեր ամբողջ բազմադայրան հազարամյակների ընթացքում։ Նմանատիպ խայդառակություն ես անկեղծ ասած իշխանել փորձում եմ պատմության թերթերը երթել հնարավոր չի։ Այս տիպի բան ամենայն դեպս ես հանդիպել եմ միայն գերմանական նովելներից մեկում, որտեղ վերնագիրը, եթե չեմ սխալվում, գաջաճ ցախես, որ կոչի ցինոբ էր։ Այ այդպիսի մի հատ ֆանտաստիկ ժանրի վեբ կա, որի զուտ կերպարն է Նիկոլ Փաշինյանը։ Մարդ, որը որևէ արժանիք չունի, բայց այդ արժանիքներ չունենալով ինքը կարողացել է այս երկրի ղեկը վերցնել։ Հիմա ասում է, երբ որ դիտեք հրապարակում էր եղել, հարվածում տեղ կարծամ հրապարակել, որ թուրքական ծավալուն լսարան ունեցող լրատվամիջոցները գրել էին, որ արդեն իրենք են խոսում, որ հաջորդ կաթողիկոսը որոշվելու Անկարայում կամ Ստամբուլում, երեք էլ ասում է, ով չգիտի, պատմականորեն մեր կաթողիկոսներին, որ թուրքերն են, թուրքական կայսրություններն են որոշել, ինչ ունենք ասել այս մասով։ Նորմալ է, եթե այսօրվա դրությամբ մեր երկրի ղեկավարը թուրքերի կողմից է որոշված ով է լինելու, ամենայն դեպս 7 տարի այդպես է, բնականաբար իրենք կփորձեն նաև որոշել ով կլինի կաթողիկոսը, բայց չմոռանանք, որ մեր եկեղեցին, մեր վեհարանը, մեր վեհապարը շատ ամուր կանգնած են։ Եվ երևի թե երբեք չեն վայելել այսքան մեծ ժողովրդականություն, ինչքան վայելում են այսօր։ Գոնե վերջի ամսվա ընթացքում, դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք 2 անգամ ականատեսը եղանք։ Ու ես կրկին վստահ եմ, որ այդ չարկը մարելու է, պայտելու է եկեղեցու պատերի տակ։ Եկեղեցին ինչպես 1918-ին կանգնեց եւ մեր ժողովրդին տարավ իրական հաղթանակի, այդ նույն կերպ տանելու է նորից իրական հերթական սարդարապատի։ Ես վստահ եմ։ Այսինքն պետք չէ սպասել, հայ ժողովուրդը պետք է ակտիվ լինի, անթը որ մարդիկ կան ասում են կաթողիկոսը դե ոնց կասի, ոչ։ Կաթողիկոսը ոչ կուսակցական է, ոչ կաթողիկոսի ուժը հայ մարդն է, հայ ժողովուրդը, որը դեկտեմբերի 18-ին ցույց տվեց, ինչպես է կանգուն հայ առաքելական եկեղեցու կողքին, եւ սա պետք է ազդակ լինի բոլորին, որ ցանկացած քաղաքական տարաձայնություններ կլինեն, ինչ կլինեն, դա որևէ նշանակություն չունի։ Վերջին 90-ն է մնացել մեր։ Այո, բայց տեսեք, այստեղ նաև մի շատ կարևոր նշություն կա։ Իրականում այո, նաև կաթողիկոսը պետք է մեզ առաջնորդի, որովհետև մենք չենք կարող, չէ՞, նաև ինքնագործունեությամբ զբաղվել։ Ցանկացած ինքնագործունեություն ինքը հղի է շատ լուրջ վտանգներով։ Ամենայն դեպս մենք մեր պատմության ընթացքում եւ նաև վերջին ժամանակներում տեսել ենք այդ ամեն ինչը։ Հետևաբար, եթե ուզում ենք եկեղեցուն աջակցել, եթե ուզում ենք եկեղեցուն կողքին լինել, ու պարտավոր ենք լինել, պարտավոր ենք ամեն ինչ անել, ինքնազոհաբար անել, բայց չպետք է մոռանանք նաև, որ մեր եկեղեցու գլուխը հենց վեհապարն է, եւ առանց վեհապարի գիտության իրականում այո ոչ մի բան պետք չի անել։
Առանց վեհապարի գիտությամբ ցանկացած գործ անելը ինքը նշանակում է Նիկոլ Փաշինյանի ճրաղացին ջուր լցնել։ Բայց միևնույն ժամանակ նաև չպետք է քնենք, այո, պետք է զգոն լինենք։ Ամենակարևորը պետք է եկեղեցի հաճախենք։ Այդ ամենատարրական բանը, որը շատերը գուցե իրենց կյանքի ընթացքում թերացել են, մոռացել են, այ հիմա առավել քան պետք է անեն։ Մենք հիմա պարտավոր ենք յուրաքանչյուրս առավել քան վերադառնալ եկեղեցու գիրկը։ Եվ այդ դեպքում եւ մեր գործողությունները, որպես հայ մարդիկ, հավատավոր մարդիկ, եւ եկեղեցու հոգեվոր դասի գործողությունները կլինեն համահունչ։ Եվ կարծում եմ, այո, այ մեր վերջին փարոսը դա մնացել է հայ առաքելական եկեղեցին։ Մենք հնարավորինս պետք է այդ փարոսի լույսը վառ պահենք եւ մշտապես լինենք մեր եկեղեցու կողքին։